ամենաճիշտը համախմբումն էր, որը ցավոք սրտի չի կայացել մինչև այսօր եւ արդեն ցույց է տալիս, որ մինչև ընտրությունները չի կայանա մեծ բուռ համախմբում եւ իշխանափոխության հասնելու միակ ճիշտ ճանապարհը դա էր համախմբել բոլոր ուժերի, բայց միևնույն մենք հասկանում ենք քաղաքական ուժերը, գործիչները, ղեկավարները չեն կարողանում մի կողմ դնել իրենց ամբիցիաները, ինչի արդյունքում տուժում է Հայաստանը, Հայաստանի պետականությունը եւ տուժում է հայ ժողովուրդը։ Քանի որ Հայաստանի օրենսդրությամբ օրինական ճանապարհը ընտրությունների միջոցով միայն կարելի է Հայաստանում իշխանություն փոխել։ Առավել եւս, երբ այս ժողովրդական բաստիոնում, եթե մեկը մի բան ավելացնում է, իրաց քիմքին հաճելի չի, միանշանակ քրեական գործ եւ նստեցնում են։ Ցավոք սրտի մենք գտնում ենք, որ դեռևս այս տարի դժվար ավարտվի, քանի որ ցկցկվում է բանակցությունները եւ Ուկրաինայի կողմից եւ նրա տերերի Եվրոմիության կողմից, քանի որ նրանց ձեռք է տալի պատերազմը ուկրաինացիների ձեռքերով Ռուսաստանի դեմ, ինչքան հնարավոր է Ռուսաստանին խեղճացնելու։ Նայում ենք Տրամփի երթուղուն, Հայաստանին օգտակար ոչինչ չկա, որը Թուրքիան եւ Ադրբեջանը կոչում են Զանգեզուրի միջանցք, որովհետեւ 99 տարով արտապատվիրակվում է ճանապարհը ԱՄՆ-ին, իսկ ԱՄՆ-ն իրավունք ունի բոլորին տալու։ Բացի այդ, տոկոսային հարաբերությամբ 74-26 Հայաստանին շատ քիչ բան է մնում։